Ես այդ զգացումը ունեի մոտ 1 տարի մինչև պատերազմը սկսել։ Եվ ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։ Ինչու սկսեց պատերազմը։ Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր։ Եվ այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին։ Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Սկսելու ենք զրոյական կետից եւ թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Տարբեր պատճառաբանությամբ։ Եվ 19 թվականի ներկայացված փաստաթուղթը ուղղակի հրաժարվել է բանակցել։ Ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթաց։ Սա բերեց հետևյալի, որ կողմերի համար, միջազգային հանրության համար եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ process-ի ձախողող կողմն է։ Ինչ պետք է աներ Ադրբեջանը։ Իհարկե պետք է հասկանար, որ բանակցային գործընթացով ինքը որևէ բանի չի հասնելու եւ պետք է սկսի պատրաստվել պատերազմ։ Սա հիմնական, ուղղակի ֆունդամենտալ պատճառն էր։